Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը մասնակցում է այն պատարակներին, որոնցում վեհափարի անունը չի հնչում։ Փաշինյանը չի հերքել տեղեկություն այն մասին, թե ԱԱԾ ծառայողները կամ այլ անձիկ նախապես հանդիպում են պատարակիչ քահանաների հետ, խնդրելով պատարակի ժամանակ զեղչել Գարիգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Մի դեպքում դա կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մի դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, դա կախված է նրանից, թե ով եւ ում է ճանաչում եւ ով ինչ անձնական կապեր ունի, այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտներն էլ կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է, ասել է Փաշինյանը։ Հայ Առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները անվերապահ աջակցություն են հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին։ Անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված դա լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն նախնդիր կարգավորվել է եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական ժողովրդական իրավասու մարմինների միջոցով համաձայն մեծ Սուրբ եկեղեցու գործոն կանոնական ընթացակարգերի նշված է տարածված հաղորդագրությունում։ Հայաստանի ԱԽ-քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Հիկմեթ Հաջիևը Դոհայում միասին պանելային քննարկման են մասնակցելու, տեղեկություն այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ Պանելային քննարկումը Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիր եւ համատեղ ապագան թեմայով է։ Ըստ հաղորդագրության Գրիգորյանը Կատարի մայրաքաղաք Դոհա կմեկնի վաղը դեկտեմբերի 5-ին։